Այսօր մեր քարոզարշավի ընթացքում նորից մեզ միացող մարդկանցից այդ վարկաբեկող պլակատը փողած ձերը ասում է այդ շան լագոտների կպցրածը փողեցի ես։ Այսինքն հակառակցիան է աշխատում, որտեղ մարդը իր ներսից զգում է այդ տեխնազում այդ բանի արժանի է թե ոչ։ Այսինքն ընդրակաշարք, որ ասում էին վարելափայլի մասին, դա բաժանվել է ԿՊ-ի կողմից։ Այդ աղջիկը փաստելով այո։ Ես իրավաբանին եմ հարցնում մեր, ասում այդ աղջիկն ասում է, որ այո վերցրել է փայլը ԿՊ-ից է վերցրել։ Ով է աղջիկը։ Ես էլ չեմ ճանաչում։ Հրավիրել են հա ցուցմունք տալու, ճիշտ հասկացա։ Եվ ձեր դեմ ցուցմունք տալու, բայց գրել է քաղաքացիական պայմանագրից է վերցրել։ Իրավաբանին հարցնելով, ես այդպես հասկացա, որ այդ աղջիկը ասել է այո, վերցրել են փայլը, բայց վերցրել են Սարիգից։ Մենք ինչ կարող ենք այդտեղ։ Հետո ես զգում եմ, որ մեր գրասենյակ տասնյակից ավել։ Գալիս ասում է, եթե հենց հիմա մենք չունեցանք, ես ինչ երեխես կմեռնի, օգնենք։ Մյուսը գալիս ասում է, սոված եմ հացիկվող չունեմ։ Հիմա նոր, երբ որ հետ եմ նայում, հասկանում եմ, որ նաև կարող է շինծուր եղած լինի։ Այսինքն ուղարկած լինեն մեր գրասենյակ, որ ինչ-որ բան վերցնեն։ Դե մարդը չի կարող խղճահարությունից դուրս գալու։ Մի կնոջ էլ ասել եմ, որ գիտեք ինչ կա, եթե ձեր երեխային հրատապ պետք է Երևան տեղափոխել եւ տաքսի գումար է պետք ձեզ, իմ գրասենյակում հենց իմ նստատեղին նստած հասնում եմ էլի, եթե շտաբ է, ուրեմն հենց հիմա իմ վարորդը կտանի ձեզ, բայց չենք ուզում, որովհետեւ մենք ունենք տաքսի վարորդ, որը անգամ վերասյա ժամանակ, նիսյա ժամանակ եմ կտարի, հիմա կնեղենա, որ իրանով չտանեմ։ Ասում եմ հարգելիս, ես ունեմ վարորդ, որը կարող է ձեզ հասնել Երևան, սպասել ինչքան պետք է եւ հետ բերել ձեզ։ Իսկ վճարել չունենք մենք այդպես բան, էլի, չունենք այդպեսի գիծ, որ ինչ-որ բարեգործություն անենք։ Եթե պետք է անգամ, ես ունեմ ընկերներ, հիվանդանոցի գլխավոր բժիշկներ, որ կարող են այդտեղ էլ օգնություն տալ, հելավ գնաց։ Այսինքն կարելի է հետ տալ այս ամեն ինչը ու հասկանալ, որ ուղղորդված են եղել որոշները, ես մեղքերը չառնեմ, կարող է հենց եւ բնական են եղել, բայց կարելի է ենթադրել, որ ուղղորդված է եղել, որ որից է փաստ բռնեն։ Չբռնելով այդ փաստը, հաստորեն մտել են այդ ճղճին դաշտը, որում նույնպես ջախջախվեցին իրենք։ Այսօր մեր երթը դա ապացուցեց, որ իրենք ջախջախվեցին նաեւ այդտեղ, որ չկարողացան վարկաբեկել եւ ես պարտավորված եմ ինձ զգում շարունակել նույն ձևով ապրելու, որ որևիցե սուտ բան չկպնի ինձ, ինչքան էլ կպցնեն, մարդիկ ասեն, որ ոչ, այդ դա է հենց Գյումրեցու մարդը, ոչ թե անվան վրա գրվի մեր այս ինչը, մեր ինչը, հենց դա է, որ վարկաբեկումը չի կպնում այդ անձին։ Դուք հիմա ձերբակալված մարդ չունեք, չէ՞։ Չունենք։ Հարուցված գործերը չկան։ Երեքը։ Ինչ շիկով։ Այդ բանն է, խոսակցություններ են զայնագրել, որ մեր ավականու անդամը իրենց ընկերու հետ խոսելով, իրեն ասում է կարող է, որ մեր բարի խմբին դուք հագուստ կարեք տակ, իրեն է ասում դուք, ասենք անունով է դիմում հագուստ տաս, որտեղ ինքը միշտ այդ գործերով առնչվել է, դա կապել են իբր ձայն տվեք մենք ձեզի հագուստ կարենք ու բացարձակ մեր հետ կապ չունի, բացարձակ։